Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մեր պետության ողնաշարը ոստիկանությունն է։ Որտե Փաշինյանն դե ոստիկանությունն է։ Բայց համաձայն եք այդ մտքեդ, որ Իհարկե ոչ։ Ինչու է ինքը նման բան ասում։ Ինչու է նման բան ասում։ Իր աթոռի կռիվն է, իր աթոռը պահպանելու համար դուրի դես կներեք։ Միշտ անպայման Փաշինյանի հետ համաձայն։ Չեմ կարող պատասխանել։ Ես չեմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին, ով է ինքը։ Հայաստանի վարչապետը։ Չեմ ճանաչում իրեն։ Պաշտոնը զբաղեցնող անձնավորություն։ Չեմ ճանաչում, ցանկություն էլ չունեմ ճանաչել։ Փաշինյանի ամեն ինչի հետ համաձայն։ Ես ամեն ինչի հետ համաձայն եմ, ինչ որ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Չենք մենք գործ չունենք իրեն։ Դե իհարկե։ Մեր պետության ողնաշարը ոստիկանությունն է, եք այդպես կարծում։ Էս է վիճակը։ Ոստիկանությունն է իր ողնաշարն է պահում։ Ով մեր ողնաշարը չի պահում։ Չեմ կարող ասեմ, բայց ոստիկանությունը մեծ դեր է խաղում պետության համար։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Պետության ողնաշարը չի կարող լինել ինչ որ մի բան, միայն ոստիկանություն։ Պետության ողնաշարը բաղկացած է բազմաթիվ բաղկացուցիչ մասերից։ Այդ թվում նաև այդ իրեն հարցրեք։ Չէ, Ինչու է այդպես մտածում ինքը։ ինչ իմանամ, ինքը գիտի։ Իսկ ո՞րն է մեր պետության ողնաշարը ձեր կարծիքով։ Լավ լինի ամեն ինչում։ Փաշինյանն ով է։ Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորություն։ Որ ինչա։ Որ մեր պետության ողնաշարը ոստիկանությունն է։ Ճիշտ ասած, ես իր անհեթեթությունները երբեք չեմ մեկնաբանում։ Այսինքն ողնաշարը ոստիկանությունն է, դե որովհետև իր կեղտոտ հետույքն է պահում դրա համար։ Եթե ինքը վարչապետն է, ես վարչապետ չունեմ չնայած։ Ազիզյան, դե ոստիկանությունը ընդհանրապես պետք է կարգ կանոնի համար, բայց ո՞ն իմաստավոր ես, որ դա ողնաշարն է, ոչ։ Ինչու է նա այդպես մտածում ձեր կարծիքով։ Մեծացրել է թիվը, քանակը, երևի դրա համար։ Ոստիկանների թիվը մեծացել է։ Դե անվտանգությունն է պաշտպանում ինքը դա Բայց մեր պետության ողնաշարն է։ Իսկ անվտանգ չգիտեմ ինչ ասեմ, ոնց ասեմ։ Չպետք է որ մեր ողնաշարը լի անվտանգություն։ Տենց Ինչու է այդպես մտածում, որ մեր պետության ողնաշարը ոստիկանությունն է։ չգիտեմ ինչ ասեմ։ Ինչ ասեմ։ Հայ ամի խոսքով խսա խառնվել են իրար, ամեն մեկը իրանց ասածը, իրանց թելադրում են, սենց կլի, բանից պարզվում է, որ գալիս են, լսվում են, մենակ իրանց մասին են մտածում, ժողովրդի համար, շատ չնչին տոկոսն են անում, իրագործվում է, բայց շատ քիչ, բայց շատ բաներ են խոստանում, բայց չեն անում։ Եթե անում են, իրանց օգուտի համար են անում։